Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1609-րդ օրն է։ Ամառը, ինչպես եւ սպասվում էր, շատ շոկ ստացվեց, թե ուղղակի, թե փոխաբերական իմաստով քաղաքական եւ ռազմական իրադարձությունները ոչինչով չեն զիջում եղանակի տաքությանը։ Ուկրաինական բանակը շարունակում է համակցված կերպով կատարել իր խնդիրները Ռուսաստանին պատերազմ վարելու հնարավորություններից զրկելու համար։ Վստահ եմ ձեզանից շատերը մեր Telegram-ում արդեն տեսել են բազում կադրերը, իսկ Պուտինյան ռեժիմը ամենքեր փորձում է ձևացնել, թե հենց իրենք են տիրապետում նախաձեռնությանը, սակայն ռուսական քարոզչամեքենայի մոտ դա ավելի ու ավելի վատ է ստացվում, դրա համար էլ նրանք ավելի լավ բան չեն մտածել, քան Ուկրաինայի խաղաղ ցույցերը լուսաբանելը, փորձելով ցույց տալ, թե երկրում հեսա-հեսա հեղափոխություն է սկսվում, չուտ լինի ռևոլյուցիա, հա։ Իդեպ այսպես կոչված օտարերկրյա գործակալները, այդ ինոագենտները ոչինչով չեն զիջում Պուտինյան քարոզչությանը այս բողոքի ակցիաների լուսաբանման հարցում, որոնք դեռևս առկա են ուկրաինական քաղաքներում, եթե հանկարծ 1000 հոգի դուրս է գալիս փողոց, ռուսական մամուլը փորձում է ցույց տալ, որ երևի թե մի 500,000 են, հա։ Իդեպ տեղային դժգոհությունը համաուկրաինական հրդեհի վերածելու կազմակերպիչների փորձը գրեթե տապալվեց, առնվազն այս պահին պատկերը այդպիսին է։ Ցուցարարների իրական քանակի դինամիկան կտրուկ անկում ապրեց, որին հաջորդեցին ճոճանակները, կաչելի։ Նախորդին երկուշաբթի օրը Կիևում բողոքի ակցիաների մասնակցությունը նորից անկում էր ապրել։ Իվան Ֆրանկոյի հրապարակում հավաքվել էր մոտ 1000-ից 1500 մարդ ամենաշատը։ Հիշեցնեմ, որ առաջին օրը այնտեղ 2000 մարդ էր հավաքվել, հետո թիվը աստիճանաբար նվազեց, իսկ նոր պիկը կիրակի երեկոյան էր, երեքշաբթի առաջին օրը, երբ որոշ գնահատականներով կազմակերպիչները կարողացան մոբիլիզացնել ավելի քան 5000 մասնակցի, հենց սա էլ կոչվում է ճոճանակ, հա, երբ կազմակերպիչները չեն կարողանում կայուն կերպով պահել բողոքի զանգվածը, 5000-ից հետո անմիջապես 1000 մարդ ընդամենը կարողացան դուրս բերել փողոց։ Երեկվա դրությամբ սա իհարկե իր հոգեբանական ազդեցությունն է թողում։ Մարզերը արհեստականորեն ալեկոծելու պլանը աշխատեց, մարզկենտրոններում ակցիաները հավաքվում էին լավագույն դեպքում մի քանի տասնյակից կամ հարյուրավոր մարդիկ, այնուամենայնիվ ամբողջական մարման մասին խոսելը դեռ վաղ է, բողոքի ցույցը տրանսֆորմացվեց, դրա լոզունգները մի փոքր ավելի ռադիկալացան, իսկ նախագահի գրասենյակը կարծես թե հմտորեն սկսել է օգտագործել այս իրավիճակը իր կադրային պարտիան խաղարկելու համար։ Զելենսկին ցույց է տալիս, որ լսում է ժողովրդին, նա պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային եւ կարծես թե ակտիվորեն նախապատրաստում է հասարակական կարծիքը Սիրսկուն դրապատիով փոխարինելուն։ Համենայն դեպս այս պահին պատկերն այդպիսին է, բայց պետք է ասեմ, որ իրավիճակը այնքան արագ է զարգանում երբեմն, որ դժվար է հստակ ասել, կադրային հոսքը շատ է եւ կադրերը ումից կարելի է ընտրել նույնպես շատ են։ Ըստ էության բանկվին մեղմեց հարվածը, տեխնոկրատ Ֆյոդորովի պաշտպանության համար առաջացրած բողոքը հաջողությամբ ուղղորդվեց խորհրդային համարվող գեներալ Սիրսկու հասցեին։ Ինձ թվում է արդյունքում մենք կստանանք կամ մոդեռնիզացված ու ավելի հնազանդ դարձած Սիրսկի, կամ էլ նրանք փոխարինի հենց նույն դրապատին կամ նախագահի գրասենյակին ավելի մոտ կանգնած մեկ այլ ուկրաինական հրամանատար։ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Խմարային պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել է, հստակ ազդանշան է, որ գերատեսչությունը անցնում է կոշտ եւ ուժային վերահսկողության տակ։ Խմարայի մասին պատմել եմ անցած եթերում անալիտիկա ալիքում։ Պատերազմի պայմաններում նախագահի գրասենյակից ետքալի սպասել պետք չէ, փողոցի ճնշման տակ, հատկապես երբ ցույցերը այդքան էլ մարդաշատ չեն, բայց իրավիճակը այնպիսին է դարձել, որ Ֆյոդորովի ֆիգուրան դարձել է տոքսիկ, ցավոք սրտի։ Այն փաստը, որ Ֆյոդորովին մոտ կանգնած բիզնես շրջանակներն ու անօթաչու արտադրողները ակնթարթորեն սկսեցին ալեկոծել փողոցը, ամբողջությամբ կործանեց նրա որպես համակարգային թիմային խաղացողի կերպարը, նման պիտակներով իշխանական կազմ վերադարձ գրեթե անհավանական է, եւ ես ճիշտ ասած անձամբ շատ եմ ափսոսում այս փաստի առումով, որովհետեւ Ֆյոդորովը լավ մասնագետ է, բայց նրա անձնական այս հատկությունները փաստացի խանգարում են նրան եւ նաեւ երկրին, որպիսի ճիշտ տեղում նա հայտնվի։ Նախագահականը ոսկերչական ճշգրտությամբ օգտագործեց այս ճգնաժամը, ցուցարարների սկզբնական լոզունգը «Վերադարձրեք Ֆյոդորովին» 3 օրվա ընթացքում տրանսֆորմացվեց ռադիկալ պահանջի «Ազատեք Սիրսկուն, նշանակեք դրապատիին», բայց իհարկե Ֆյոդորովին չեն մոռանում։ Ֆյոդորովին պարզապես փաստացի օգտագործեցին որպես թրիգեր, խթան, հա։ Հիմա երբ հասարակությունն ու վետերանները
լիբերալները ամեն կերպ պահանջում են գլխավոր հրամանատարի գործից ազատումը, թվայնացման նախկին նախարարի Ֆյոդորովի կերպարը մղվեց երկրորդ պլան։ Նախագահի գրասենյակը լուծում է ռազմական թևը մաքրելու իր խնդիրները այս իրավիճակում, իսկ ինքը Ֆյոդորովը եւ նրան աջակցող շահագրգիռ անձինք փաստացի մնացել են նավից դուրս, զաբարտում։ Քանի որ այս ամեն ինչի մեջ նաև Պորոշենկոյի թիմը կար, նրանից էլ խոսենք, իսկ Պորոշենկոյի կողմնակիցները, ավելի ճիշտ Պորոշենկոյի թիմը խաղարկեց այս խաղակարտը իր համար արդեն դասական դարձած սցենարով, բայց արդյունքում հայտնվեց սեփական գերակտիվության թակարդում, ըստ էության մութ կերպով խաղալով նախագահի գրասենյակի օգտին։ Պորոշենկոյի եւ եվրոպական համերաշխության, դա իր ֆրակցիայի անունն է, համար այս բողոքի ակցիան իդեալական շանս էր միավորներ հավաքելու, փողոցում նախաձեռնությունը վերականգնելու եւ Բանկվեին հզոր ռեպուտացիոն հարված հասցնելու համար, բայց իրականում նրանք բախվեցին նրան, որ իրենց պարզապես օգտագործեցին եւ բավականին տաշեցին ու մաշեցին։ Պորոշենկոյի ռեսուրսներն ու դրամաշնորհային մեդիաները հենց իրենց միջոցներով եւ նաեւ դրոններ արտադրողների ռեսուրսներով մարդկանց փորձեցին հավաքել, գրգռել հանրությանը եւ ստեղծեցին հենց այն արձագանքային հողը, որի մասին ես արդեն ասացի։ Հիմա Զելենսկին կարող է հանգիստ խղճով հրաժարականի ուղարկել Սիրսկուն, հղում անելով հայրենասիրական հանրության եւ վետերանների պահանջին։ Պորոշենկոն դրանից ոչ մի քաղաքական դիվիդենդ չի ստանում, իշխանությունը չի երերած, խմարան գլխավորեց պաշտպանության նախարարությունը, իսկ փողոցը պարզապես Բանկվեի փոխարեն արեց գլխավոր հրամանատարին վարկաբեկելու սև աշխատանքը։ Եթե հիշում եք, նախորդ եթերներում ես ասել էի, որ այս բողոքի ակցիան միայն Ֆյոդորովի համար չէ, հաշվի առնելով այն միտումը, որ պատերազմում հաջողությունն ավելի ու ավելի է մոտենում, ուկրաինական քաղաքական ուժերը փորձում են ինչպես կարող են, կամ ավելի ճիշտ ինչպես հասկանում են իրավիճակը, փորձում են կապիտալիզացնել ապագա հաղթանակը։ Եթե կարճ ձևակերպենք, ապա այն, ինչ կատարվում է փողոցում, ապագա ընտրությունների փորձն է, այնպես որ եթե անգամ այս ակցիաները ավարտվեն, ապագայում կարող են հայտնվել նորերը, իսկ քաղտեխնոլոգները կկարողանան կազմել իրենց աշխատանքային քարտեզները գալիք ընտրությունների համար։ Այս ամենի ֆոնին չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել Զելենսկու վերջին հանդիպումներին ռազմական հրամանատարների հետ։ Բանկվին նախագահականը միայն փողոցի ակցիաները չէ, որ օգտագործում է։ Զելենսկին վերջին օրերին ռազմական դիրքերի եւ բրիգադների հրամանատարների հետ մի շարք հանդիպումներ եւ շտաբի նիստեր է անցկացրել, շրջանցելով գլխավոր հրամանատար Սիրսկուն։ Զելենսկին անձամբ է ստուգում բանակի տրամադրությունները եւ հող նախապատրաստում նոր նշանակման համար, որպեսզի Սիրսկու հնարավոր հեռացումը ռազմաճակատում կառավարման ճգնաժամ չառաջացնի։ Սա նախագահին թույլ կտա ապագա կադրային փոփոխությունները ներկայացնել ոչ թե որպես իշխանության կմահաճույք, այլ որպես մարտական հրամանատարների եւ հանրության համատեղ պահանջ։ Իրականում հենց այդպես էլ կա։ Տարբեր մակարդակներով Սիրսկուց բողոքը գալիս էր, բայց քանի որ նա հերոս է, հեշտ չէր, ասենք, այդ բողոքներին ընթացք տալ։ Իսկ հիմա այս փողոցում ստեղծված կիսա իրավիճակը առիթ տվեց ուղղակի շփվել բոլոր ուղղություններում եղած ուկրաինացի հրամանատարների հետ եւ ստանալ իրական պատկերը։ Ինչ վերաբերում է Դրապատիին, ապա Միխայիլ Դրապատին ուկրաինական բանակի նոր սերնդի ամենահեղինակավոր եւ մարտական գեներալներից է, ում անունը այսօր ամենուր հնչում է։ Ի տարբերություն խորհրդային դպրոցի գեներալների, նա զարգացած տեխնոլոգիական եւ զինվորների կյանքը հարգող հրամանատարի համբավ ունի։ Դեռ 14 թվականին նա դարձավ Մարիուպոլի հերոսներից մեկը, իսկ արդեն մեծ պատերազմի ժամանակ հաջողությամբ ղեկավարեց Խերսոնի ազատագրումը եւ կանգնեցրեց ռուսների նոր հարձակումը Խարկովի մարզում։ Իմիջիայլոց երևի թե սա ամենադժվար գործն էր, որ արել է Դրապատին։ Հենց դրա համար են շատերը այսօր պահանջում նրան նշանակել գլխավոր հրամանատար։ Նախագահի գրասենյակի համար Դրապատիի թեկնածությունը հրաշալի քայլ է հանրության պահանջը բավարարելու եւ բանակում մեծ հարգանք վայելող նոր ղեկավար բերելու համար։ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը բավականին ծանր պատասխանատվություն է։ Համեմատության համար ասեմ, որ Վալերի Զալուժնին Ուկրաինայի զինված ուժերը ղեկավարել է ուղիղ 2.5 տարի, 21 թվականի հուլիսից մինչև 24 թվականի փետրվար, իսկ Ալեքսանդր Սիրսկին այսօրվա դրությամբ բանակի գլխավոր հրամանատարն է արդեն նույնպես գրեթե 2.5 տարի, 24
թվականի փետրվարի 8-ից սկսած, այսինքն Սիրսկին իր պաշտոնավարման ժամկետով արդեն հասել է Զալուժնու ցուցանիշին եւ հիմա այս բողոքի ակցիաների ֆոնին նրան դրա պատիով փոխարինելու լուրերը նշանակում են, որ ուկրաինական բանակում հերթական պատմական փուլն է կարծես ավարտվում, բայց ճշտապենք, ինչպես ասացի, իրադարձությունները շատ արագ են զարգանում, դա երկրում պատերազմ է, էմոցիոնալ ֆոնը միևնույն է կա, Ուկրաինան ժողովրդավար երկիր է եւ բացի ընտրություններից միշտ փողոցային քաղաքական պայքար էլ կա, ինչպես մինչ վերջերս Հայաստանում էր, այնպես որ սպասենք մոտ ժամանակներս ամեն ինչ հուսանք ավելի པարզ կդարձնի։ Ինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար, խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաև, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ շնորհությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, նաև բոլոր եթերների նկարագրության մեջ եւ մեկնաբանությունների բաժնում ամենավերևում ամրացված։ Ռուսաստանում չի հերիքում անհրաժեշտ վառելիքի 1/3-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը։ Ռուսաստանում շարունակվում է սրվել իրավիճակը վառելիքի շուկայում, չնայած Կրեմլի հայտարարություններին, իբր թե իրավիճակի կայունացման մասին, բենզինի գները արագորեն աճում են, իսկ վառելիքի դեֆիցիտը արդեն հասնում է ներքին պահանջարկի շուրջ 35%-ին։ Ըստ ուկրաինական հետախուզության տվյալների ամենաբարդ իրավիճակը պահպանվում է ռուսական մի շարք տարածաշրջաններում, որոնց թվում է Ռոստովի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Աստրախանի, Տամբովի եւ Յարոսլավլի մարզերը, ինչպես նաեւ ժամանակավորապես օկուպացված Ղրիմը։ Արտաքին հետախուզության ծառայությունում պարզաբանում են, որ ճգնաժամի գլխավոր պատճառը արտադրության կրճատումն է ռուսական նավթավերամշակման գործարանների վնասվելուց հետո, այսինքն մեր հեռահար սանկցիաներից հետո, ուկրաինացի հետախույզների գնահատականներով հուլիսին ռուսական նավթավերամշակման գործարանները օրական արտադրել են մոտ 71,500 տոննա բենզին, այն դեպքում, երբ սեզոնային պահանջարկը գերազանցում է 110,000 տոննան, այսպիսով ապահովվում է ներքին շուկայի պահանջների միայն մոտ 65%-ը։ Ուկրաինական հետախուզությունում կարծում են, որ Կրեմլը արդեն նույնիսկ չի փորձում ամբողջությամբ հաղթահարել վառելիքի ճգնաժամը, այլ անցնում է ռեսուրսների ընտրողական բաշխման առանձին տարածաշրջանների եւ ճյուղերի միջև։ Արտաքին հետախուզության ծառայության կարծիքով սա վկայում է ռուսական տնտեսության մեջ համակարգային խնդիրների խորացման մասին եւ կարող է հանգեցնել բնակչության դժգոհության հետագա աճին։ Բենզինային ճգնաժամից հետո առաջին բողոքի ակցիաներն են ի հայտ եկել Ռուսաստանում։ Վոլգոգրադում են մարդիկ փորձել ցույց կազմակերպել, բայց ոստիկանությունը արագ ցրել է նրանց։ Կարծես թե Վայլբերիսի պահեստների ոչնչացումը ռուսական ռազմական մեքենայի համար ավելի ցավոտ էր, քան հարվածները նավթավերամշակման գործարաններին։ Հուլիսի 19-ի գիշերը Ռուսաստանի Դաշնությունը բալիստիկ հրթիռներով եւ դրոններով զանգվածային հարձակում գործեց Ուկրաինայի վրա, իբր ի պատասխան Վայլդբերիսին հասցրած հարվածի, Կիևի ուղղությամբ հասցվեց ամենածանր ամենազանգվածային բալիստիկ հարվածը, արձակվեց միայն մայրաքաղաքի ուղղությամբ 40 բալիստիկ հրթիռ, նման բան դեռ չէր եղել, որ հենց 40 բալիստիկ հրթիռ արձակվի եւ 120 դրոն էին արձակել ռուսները այդ գիշեր։ Ուկրաինական ՀՕՊ-ը բավականին լավ աշխատեց։ Գիշերը Կիևում ռուսական հրթիռների թիրախներից մեկը դարձան կոմերցիոն պահեստներն ու տերմինալները, զոհվեց 1 մարդ, վիրավորվեցին շուրջ 15 հոգի, բայց պարզը չէ, որ 40 բալիստիկ հրթիռով Պուտինը այլ նպատակներ ուներ։ Պատասխանելու այս փորձը բացի հոգեվարկից ուրիշ ոչինչ չի ապացուցում Ռուսաստանի մասով, այնպես որ ոչ մի կասկած լինել չի կարող, Ուկրաինայի զինված ուժերը շատ ավելի մոտ են օկուպանտ երկրի կործանմանը, քան շատերը կարող են պատկերացնել։ Եթե համեմատենք երկու ռազմավարությունները, ապա պատկերը հետևյալն է. Ուկրաինան նվազագույն ֆինանսական ծախսերով հասցնում է անհամեմատ ավելի մեծ վնաս, օրինակ օգտակար գործողության գործակցի մասով Ուկրաինան ծախսում է հազարավոր դոլարներ եւ ոչնչացնում միլիոնավոր դոլարների օբյեկտներ, նավթավերամշակման գործարաններ, պահեստներ։ Ռուսաստանը ծախսում է միլիոններ բալիստիկ հրթիռների վրա եւ խոցում կամ երբեմն ոչնչացնում օբյեկտներ, որոնք չունեն կրիտիկական ռազմական նշանակություն, հիմնականում քաղաքացիական վարչական շենքեր են, բնակելի սեկտոր, իհարկե հասարակ մարդկանց համար ցավոտ է, բայց դրանով Ռուսաստանը ռազմական նպատակի չի հասնում։ Հետաքրքիր է վիճակը նաև ՀՕՊ-ի հյուծման մասով, Ուկրաինան ստիպում է Ռուսաստանին ՀՕՊ-ի թանկարժեք ռեսուրսը ծախսել էժան թիրախների վրա, միևնույն ժամանակ ուկրաինական ՀՕՊ-ը պաշտպանում է մայրաքաղաքը, թեև ծախսում է արևմտյան թանկարժեք հրթիռներ
զորքերը, բայց փրկում է անգին կյանքեր եւ պետության կրիտիկական միջուկը։ Ռազմական պարիտետի մասով նկատվում է ակնհայտ ասիմետրիա, ռուսական տեղեկատվական դաշտի հիստերիան կապված է հենց այն փաստի հետ, որ նրանց թանկարժեք հրթիռային ահաբեկչությունը չի կարողանում կանգնեցնել ուկրաինական դրոնների ասիմետրիկ, էժան եւ համակարգված հարվածները, որոնք կաթվածահար են անում ռուսական վառելիքային եւ լոգիստիկայի ենթակառուցվածքները։ Դե իսկ մինչ Պուտինյան քարոզությունը պատրաստվում էր իր լսարանին ցույց տալ, թե ինչպես 40 բալիստիկ հրթիռներով իբր պատժեցին Կիևին, ուկրաինական կողմը հենց նույն գիշերը հարձակվեց միանգամից 3 նավթաբազաների վրա Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում, որտեղ ստիպված էին արտակարգ ռեժիմ մտցնել, որովհետև խոցումները շատ ցավոտ էին եւ պատկերը շատ ավելի տպավորիչ էր, քան այն պատկերը, որ ռուսները ուզում էին 40 բալիստիկ հրթիռով Կիևին հարվածելով ստանային։ Այս սովետական ֆիլմ կար, որ ասում էր, что бы они ни делали, не идут дела, видимо, понедельник их мама родила։ Այս երևի Պուտինի ռեժիմի մասին է խոսքը։ Հարվածները Ռուսաստանին զգալիորեն ավելացել են, ուկրաինական կողմի հնարավորությունները դարձել են անգամներով ավելի մեծ։ SBU-ի Ալֆայի հատուկ գործողությունների կենտրոնի մարտիկները դիպուկ հարված են հասցրել ՖՍԲ-ի համակարգային կենտրոնին Խերսոնի մարզի օկուպացված տարածքում։ Հուլիսի 20-ի գիշերը ուկրաինական բարի դրոնները գրոհել են Մոսկվայի մարզը, ինչպես գիտեք, ուկրաինական դրոնները խոցել են Յուժնիե Վրատա հարավային դարպասներ ինդուստրիալ պարկը, որը պատկանում է Պուտինի մոտ ընկեր Սերգեյ Ռոլդուգինի հիմնադրամին։ Հարվածի տակ է հայտնվել Դամադեդովում գտնվող Յուժնիե Վրատա ինդուստրիալ պարկը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Համալիրի տարածքում է գտնվում մասնավորապես Վայլբերեսի խոշոր պահեստներից մեկը։ Մերձ Մոսկվայում, այդ թվում ռուսական հոպի աշխատանքի հետևանքով, վնասվել են բնակելի տներ եւ կոմերցիոն օբյեկտներ, կան վիրավորներ։ Դամադեդովում հարձակումից հետո հոսպիտալացվել է 6 մարդ։ Յուժնիե Վրատան խոշորագույն լոգիստիկ համալիրն է, որի վարձակալների թվում են Վայլբերիսը, Լեմանապրոն եւ Ալիբաբա գրուպը։ Ուշագրավ պահ 26 թվականի սկզբից պարկը գտնվում է Տալանտ ի Ուսպեխ տաղանդ եւ հաջողություն հիմնադրամի վերահսկողության տակ, որը հիմնադրել է թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, ում անվանում են Պուտինի մոտ ընկերը, իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է անձամբ դիկտատոր Պուտինը, այնպես որ հարվածը ավելի ցավոտ էր, քան առաջին խոցումը Վայլբերիսի, եւ որքան Ռուսաստանը փորձի իբր պատասխանել, այնքան ուկրաինական հարվածները լինելու են ավելի մասշտաբային։ Միևնույն ժամանակ չենք մոռանում Ղրիմի մասին։ Մադիարը մոտեցնում է Ղրիմի ռուսական լոգիստիկայի վերջը, ինչպես նաև ոչնչացնում է տարածաշրջանի էներգետիկան։ Հուլիսի 1-ից 20-ը Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը խոցել են Ռուսաստանի ստվերային նավատորմի 183 նավ, 119 Ազովի ծովում, 64-ը Սև ծովում, 103 էներգետիկ հանգույց է խոցվել եւ ռուսական հակաօդային պաշտպանության 25 տար։ Կերչի լաստանավային անցումը կորցրել է իր թողունակության 75%-ից ավելը, 5 լաստանավերից 3-ը ոչնչացված են, 2-ը փոխադրվել են բարժաների ռեժիմի։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը SBU-ն ցուցադրել է, թե ինչպես է հարվածային ծովային դրոնների օգնությամբ Սև ծովում խոցել ստվերային նավատորմի Ռուսաստանի Ավերո նավը։ Ասեմ, որ այս նավը ռուսական նավթ էր արտահանում Հնդկաստան եւ Չինաստան։ Ուկրաինական հարվածների ավելացման ֆոնին Ռուսաստանում կանխատեսումները ավելի ու ավելի մռայլ են դառնում։ Ռուսաստանի խոշորագույն զետալիկներից մեկը Ռիբարը նախազգուշացրել է ռուսներին, որ Ուկրաինայի հարվածները շատանալու են, իսկ Կրեմլը ոչինչ չի կարող անելու դրա դեմ։ Երևի թե ամենահայտնի քարոզիչ Վլադիմիր Սալավյովը հայտարարել է Ուկրաինայի սահմանակից շրջանների 100 հազարավոր բնակիչների վերաբնակեցման անհրաժեշտության մասին։ Սոլովյովը բազմամիլիոնանոց լսարանի համար անսպասելի հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստվում է մեծացնել հարվածները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին ձմռան մոտենալուն զուգընթաց։ Իդեպ Ռուսաստանի կենտրոնական հեռուստաալիքներով ավելի ու ավելի հաճախ են հնչում պատերազմից դուրս գալու կոչերը։ Այս վերջերս են Կարեն Շախնազարովն էր նման կոչեր անում նաև։ Այս ֆոնին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դրդում է դիկտատոր Պուտինին պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ։ Ռուսաստանի իշխող շրջանակների ներսում արտաքին քաղաքական դիսկուրսի ռադիկալացումը նորից թռիչք է գրանցել դեպի պիկային արժեքներ այն բանից հետո, երբ Կադիրովը հրապարակայնորեն կոչ է արել Պուտինին ուղղակի ռազմական գործողություններ սկսել Հյուսիսատլանտյան դաշինքի ՆԱՏՕ-ի երկրների դեմ։ Տարածաշրջանային ղեկավարի կողմից տրանսլացվող նման ցուցադրական ագրեսիան ընդգծում է ռուսական իշխանական վերտիկալի ներսում ընթացող խորը դեստրուկտիվ գործընթացները եւ արտացոլում Կրեմլի ռազմավարական պլանավորման մեջ գնալով մեծացող քաոսը։
Ներկայացնեմ ձեզ ռազմաճակատի թվերը եւ անցնենք ամենաթարմ հարվածների լուրերին։ Անցած 3 օրվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 701 մարտական բախում, որոնց ընթացքում մեր մարտիկները ոչնչացրել են եւս 4490 օկուպանտի, նաեւ 3 օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամու ավելի քան 7470 միավոր տեխնիկա եւ սպառազինություն, ռելիզները ձեր էկրաններին են։ Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր, ըստ Ուկրաինայի գենշտաբի տվյալների, Ռուսաստանի ընդհանուր կորուստների թիվը արդեն հասել է 1,431,900-ի։ Ռազմաճակատից եւ Ռուսաստանի թիկունքից ստացվող վերջին տեղեկությունները լիովին հաստատում են ռուսական կողմի խոճապն ու անզորությունը, մեդիա դաշտում եւ տեղական աղբյուրներում լայնորեն տարածվում են տեղեկատվություններն այն մասին, որ Լիպեցկում հզոր հարված է հասցվել ռազմական օբյեկտներին, մասնավորապես Լիպեցքի 2 ռազմական աերոդրոմին, ոչնչացվել են զինամթերքի, վառելիքաքսուքային նյութերի պահեստներն ու ռազմական ավիացիան, տեղում ժամեր շարունակ ուժգին դետոնացիա է լսվել, տեղի բնակիչները ուժգին պայթյունների եւ ժամեր շարունակվող դետոնացիայի մասին, որոնք լսվում են քաղաքի տարբեր հատվածներում, իշխանությունները շփոթված ինչ-որ փորձում էին հանգստացնել բնակիչներին, բայց սա դեռ ամենը չէ, ուկրաինական դրոնները հաջողությամբ հարվածել են օկուպացված Մարիուպոլին, քաղաքը պատվել է թանձր սև ծխով, խոցվել են հակառակորդի լոգիստիկ տերմինալները, մանրամասները դեռ ուկրաինական գենշտաբը չի հայտնել։ Իսկ Բելգրադի մարզում իսկական աղետ է սկսվել ռուսական բանակի համար, բարի դրոնների հարվածից հետո փլուզվել է Բելգրադի ջրամբարի ամբարտակը, ջրի չվերահսկվող բաց թողման պատճառով Շեբեկինը քաղաքը արդեն հայտնվել է աղետի մեջ, իսկ Նեժեգոլ գետի վարարումը կաթվածահար է արել ռուսական այն լոգիստիկ ուղիները, որոնցով մատակարարվում էր ռազմաճակատի այդ հատվածը, բոլոր կադրերը մեր տելեգրամում են, սա է իսկական ասիմետրիկ պատերազմը, որտեղ Կրեմլը ոչինչ անել չի կարողանում։ Ուշագրավ է նաև, որ հենց նույն գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Սանկտ Պետերբուրգի մոտակայքում Լենինգրադի մարզի արդյունաբերական գոտում, որտեղ հայրվել է ավելի քան 3000 քառակուսի մետր տարածքով պահեստային համալիր, թեև այս պահին չկան պաշտոնական տվյալներ, որ սա ուկրաինական դրոնների հարվածի արդյունք է, սակայն Ռուսաստանի թիկունքում նմանատիպ խորհրդավոր հրդեհների շղթան արդեն իսկ փաստում է ագրեսոր երկրի ենթակառուցվածքների ընդհանուր քաոսի եւ կառավարման համակարգի փլուզման մասին։ Իսկ հիմա անցնենք Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի այսօրվա պաշտոնական ամփոփագրին, որը վերջնականապես ջախջախում է ռուսական պրոպագանդայի հեքիաթները։ Գլխավոր շտաբը պաշտոնապես հաստատեց, որ հուլիսի 20-ին եւ 21-ի գիշերս Ուկրաինայի բանակը ոչնչացրել է ռուսական մի շարք կրիտիկական օբյեկտներ, խոցվել է Խերսոնի մարզի Հորլի շրջանում տեղակայված Բուսոլ-S գերժամանակակից ռադիոլոկացիոն կայանը, որով ռուսական ծովափնյա պահպանությունն ու ռազմավարական նավատորմը վերահսկում էին Ակվատորյան ծովի, բացի այդ ամբողջությամբ ոչնչացվել են ռուսական ռազմական պահեստներ Դոնեցկի Դավիդովսկայե, Լուգանսկի Կունդրյուչե եւ Ռուսաստանի Կուրսկի մարզի Պապովո-Լիժաչեի տարածքում, ինչպես նաեւ դրոնների կառավարման 3 խոշոր կետեր Դոնեցկի եւ Զապորոժիեի մարզերում, եւ ամենակարևորը գլխավոր շտաբը հանդես եկավ հատուկ պաշտոնական հայտարարությամբ, հերքելով բոլոր լուրերը գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հրաժարականի մասին։ Սիրսկին եւ գլխավոր շտաբի պետ Գնատովը շարունակում են լիարժեք կատարել իրենց պարտականությունները։ Սա հենց այն է, ինչի մասին ես ձեզ ասում էի, ինչ մենք խոսում ենք ուկրաինական բանակի բարձր տեխնոլոգիական եւ հեռահար հարվածների մասին, ռուսական կողմը շարունակում է իր անզոր կատաղությունը թափել խաղաղ բնակչության վրա։ Հուլիսի 21-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է տարբեր տիպի, այդ թվում նոր ռեակտիվ 58 հարվածային դրոններ։ Ուկրաինական ՀՕՊ-ը հերթական անգամ ցուցադրեց իր հզորությունը, ոչնչացնելով կամ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշելով դրանցից 46-ը, սակայն այն սարքերը, որոնք ներխուժել էին քաղաքներ, բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքների են հարվածել։ Սումի քաղաքում ռեակտիվ դրոնը հարվածել է 9 հարկանի բնակելի շենքի, վիրավորվել է 6 խաղաղ բնակիչ, որոնցից 4-ը երեխաներ։ Ավելին, ռուսները հարվածել են էպիցենտր առևտրի կենտրոնին եւ կիրառել իրենց ֆաշիստական կրկնակի հարվածի մեթոդը, կրակ են բացել դեպքի վայր ժամանած փրկարարների ուղղությամբ, խոցելով արտակարգ իրավիճակների ծառայության տեխնիկան։ Սա անճարությունից ահաբեկչություն է։ Ուրիշ ոչինչի մասին սա չի վկայում, միևնույն է հրդեհը մարվել է եւ հերթական անգամ բացահայտվել Ռուսաստանի ահաբեկչական էությունը։ Խարկովում եւ Դնեպրոպետրովսկի մարզում նույնպես կան
ավերածություններ, իսկ Պավլոգրադում ռուսական ահաբեկչությունը խլել է 2 անմեղ կյանք, վիրավորվել է 18 մարդ, սա է նրանց ամբողջ էությունը, Ուկրաինան ոչնչացնում է Պուտինի ռազմական կարողությունները, իսկ Կրեմլը ի պատասխան կռվում է ուկրաինացի երեխաների եւ առևտրի կենտրոնների դեմ։ Հետաքրքիր է, չէ՞, որ պատերազմի 5-րդ տարում ռուսները ավելի շատ խոսում են պատասխան հարվածների մասին։ Կարծես մոռանում են, որ իրենք են հարձակվել Ուկրաինայի վրա։ Եվ եթերի ավարտի մոտ ստացանք եւս մեկ լուր, երևի արժե այսպիսի նորությամբ ավարտել եթերը։ Ուկրաինայի գենշտաբը պաշտոնապես հաստատեց, որ այսօր հուլիսի 21-ին 15-րդ առանձին արտիլերիական հետախուզության Չորնիլես բրիգադը փայլուն գործողություն է իրականացրել Ռուսաստանի Կուրսկի մարզի Խալինա ռազմական աերոդրոմում։ Հարվածի արդյունքում ոչնչացվել է $25 միլիոն արժողությամբ ռուսական MiG-29 կործանիչը եւ այն Պանցիր S1 համալիրը, որը պետք է պաշտպաներ այդ աերոդրոմը։ Սա է նրանց անխոցելի ավիացիան, բայց զգում եք, որ ինչ-որ փլուզում է տեղի ունենում ռուսական բանակում։ Այս պահին սա է լրատվական պատկերը, եթե ինչ-որ բան փոխվի, անպայման ձեզ կտեղեկացնեմ։ Այսքանով ցանկանում եմ ավարտել մեր հաղորդումը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում։ Մինչ նոր հանդիպում, մնացեք բարով եւ ամենագլխավորը՝ անփորձանք։